Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հուսամ լավ եք։ Այսօր ուզում եմ անդրադառնալ Երեք Նարեկ Կարապետյանի կողմից տարածված մի տեսանյութի, որտեղ նա գնում էր տարբեր գյուղական համայնքներ եւ ցույց էր տալիս դպրոցներ, որոնք ըստ իրեն փակվելու են։ Այդ դպրոցները ոչ թե փակվում են, այլ միավորվում են ավելի խոշոր դպրոցների հետ հարակից բնակավայրերում եւ դա արվում է մի նպատակով կրթության որակը բարձրացնելու, որովհետեւ փոքր դպրոցներում հնարավոր չէ բարձրորակ կրթություն ապահովել, իսկ մենք միայն շենքեր կառուցելով չէ որ սահմանափակվում ենք, դուք գիտեք, որ մենք 300 դպրոց են կառուցել վերջի 5 տարիներին, բայց դա ամենը չէ։ Նաև բովանդակությունը եւ որակն է կարևոր կրթության չափորոշիչների մասին չեմ խոսում, նոր դասագրքերի եւ որակի կոմպոնենտներից մեկը նաև այն է, որ դպրոցները պետք է ունենան շատ լավ ուսուցիչներ։ Եվ այդ նպատակով էլ մենք միավորում ենք շատ դպրոցներ, ինչպես նաև բոլոր երեխաներին, որոնք հարակից համայնքներից են, բնակավայրերից են տեղափոխվելու, ապահովելու ենք բարձրորակ տրանսպորտով, որի գնման գործընթացը մեկնարկել է արդեն։ Ես ուզում եմ, որ մենք չտրվենք այդ ստոր մանիպուլյացիաներին, հատկապես այդ գյուղերի բնակիչները, որոնք օգտվելու են այդ բարձրորակ կրթությունից շատ լավ գիտակցում են, թե ինչ կարևոր բան է դա, երբ որ երեխաները կգնան ոչ թե 5 հոգանոց դասարաններ, այլ 15 հոգանոց դասարաններ կամ 20 հոգանոց դասարաններ, երբ որ մի ուսուցիչը կդասավանդի օրինակ 10 առարկա նույն ուսուցիչը եւ ոչ թե ընդամենը մեկ առարկա, որի խորը մասնագետը նա կլինի եւ երեխաները կստանան իրական գիտելիքներ լավ պայմաններով դպրոցներում, լավ չափորոշիչներով եւ լավ մանկավարժներով։ Մեր ձևիսները պարզապես արդեն էլ ուրիշ ճար չունեն, բացի կախվելու փրփուրներից եւ ամեն օր ստեր տարածելու մեր ժողովրդին, իսկ մենք իհարկե չենք տրվում ստերին եւ այս հիբրիդային պատերազմին լավ եղեք։